ոչ մեկ չէր ակնկալում, որ առողջության ապահովագրության բարեփոխումը մի կոճակ է, որ պետք է սեղմենք եւ ամբողջ 100%-ով ամեն ինչ բոլոր օղակներում վարկյանի ճշգրտությամբ աշխատի։ Մենք առաջնորդվում ենք հետեւյալ կարգախոսով, նշանաբանով եւ աշխատանքի սկզբունքով։ Սա շատ ահռելի մեծ բարեփոխում է։ Իր մեջ ներառում է 1.600.000 հոգի բուժաշխատողների մի մեծ շրջանակ եւ այո, կան փոքր տեխնիկական խնդիրներ, որոնք ընթացքում են շտկվում, կան մարդուն ավելի պարզ եւ հեշտ դարձնելու աշխատանքներ, որոնք շարունակական են լինելու, այո, սպասարկման ավելի կարճ ժամկետներ, որոնք մենք աշխատելու ենք, եւ սա նորմալ ընթացիկ փոքր եւ լինում է նաեւ որոշակի կարգավորումների առումով եւս փոփոխությունների կարիք, կարծում եմ, որ սա ֆինանսավորումը շատ նորմալ գործընթաց է։ Իսկ համակարգը պատրաստ չէր, չէ՞, այս փոփոխությանը։ Համակարգը պատրաստ էր, համակարգը ներդրվել է, համակարգը, եթե մենք սպասեինք, այդ էլ չգիտեմ ինչա նշանակում պատրաստ, եթե դու բուր չես լուծեք խնդիրները, մանր տեխնիկական խնդիրներով պայմանավորված։ Հիմա փորձաշրջանի նման է։ Դա բարեփոխում չի, եթե մի բանը սովորական ընթացքներից տարբերվող չէ եւ իր մեջ չի ներառում նաեւ նոր գործընթացներին սովորելու աշխատել, նշանակում է դա բարեփոխում չէ, այլ հինն է ինչ որ կար, ինչին մարդիկ սովորել։ Գալով ֆինանսավորմանը, Ինչ եք ցածր քիչ վճարում։ Նայեք, ինչ է նշանակում ցածր քիչ ենք վճարում, դա ինչ գնահատական։ Ես ասեմ։ Խնդրեմ ես։ Դուք Zoom-ի ժամանակ կարող եմ ասել, բայց ես ձեզ պատասխանեմ, եթե հարցը բաց։ Լավ, խնդրեմ։ Ուրեմն այո, որոշակի ծառայությունների, տեսեք, հազարից ավել ծառայությունների ցանկում կան որոշ ծառայություններ, որոնք մասնագիտական մեր ուրեմն նաև հանդիպումների ժամանակ հարց է բարձրացվել դրանց գնագոյացման կամ չափի մասով, համավճարի մասով։ Մենք մեր համար դրել ենք առաջին 1 ամսվա համար ուրեմն հավաքելու բոլոր արձագանքները, մենք մասնագիտական բոլոր ուղղվածությունների հետ աշխատանքներ տանելու ենք, հասկանալու բարձրացված հարցերից, որոնք են իսկապես օբյեկտիվ հիմնավորված եւ միանշանակ աշխատելու ենք այս դրա։ Տիկին նախարար Բաքվի գերությունից վերադարձած հայերը ինչ վիճակում են, այսօր թարմ տեղեկություններ կհայտնեք։ Ուրեմն երեք երեկոյան ես այցելել եմ Վադիմ Խաչատրյանին, այսօր նրան որոշակի հետազոտություններ լրացուցիչ կիրականացվի եւ ընդհանուր առմամբ նրա բուժման ընթացքը արդեն մեր մասնագիտական թիմերը կվարեն, հաջորդիվ ինչի որ կարիքը կլինի կապահովենք։ Ասում են, որ վատ է նրա առողջական վիճակը, կարծեմ այդ Վագիվի չէ մյուսի մասով, Քեջյանի մասով, Վիգենիայով։ Հաջորդիվ այսօր ուրեմն մյուս մեր քաղաքացիներին, ովքեր որ ուրեմն կգտնվեն բժշկական կենտրոնում դեռ ես միանգամից իհարկե կայցելեմ, ուզում եմ ասել, որ նրանց վիճակը եւս գնահատվում է բավարար, հաջորդիվ եթե լրացուցիչ ուրեմն բժշկական խորհրդատվության կամ հետազոտությունների արդյունքում կլինեն կարձանագրվեն առողջական խնդիրներ, ապա մենք մեր ընթացակարգերով կապահովենք։ Մի կոնկրետ հարց եմ ուզում ձեզ տալ։ Մարզային հիվանդանոցները ինչքանով են պատրաստ ապահովագրության, որովհետեւ օրինակ ես օրինակ ունեմ, ահազանգ ունենք, Մարտունի հիվանդանոց պետական գնացել է քաղաքացին, բժիշկը ասել է ես միայն վճարովի ծառայություն եմ ատուցում։ Հարգելիներս, մենք ունենք մոտ 600-ից ավել բժշկական կենտրոններ, որտեղ աշխատում են տասնյակ հազարավոր բժիշկներ։ Այո, գուցե ինչ-որ մի բժիշկ ճիշտ տեղեկատվություն չի փոխանցել, մենք այդ բոլոր դեպքերը խնդրում եմ տեղյակ չեն ապահովագրություն։ Բժիշկները տեղյակ են, եթե տեղյակ չլինեն 80,000-ից ավելի քաղաքացու այս 14-5 օրերի ընթացքում չէին կարողանա սպասարկել։ Այո, կան բժիշկներ, որ դեռ ամբողջությամբ չեն հասցրել ամբողջ տեղեկատվությանը տիրապետել, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք եւ ԲԿ-ների հետ պայմանագիր դեռևս չեք կնքել։ Բժշկական կենտրոնների հետ պայմանագրերը կնքված են։ Մարզային բոլոր բժշկական կենտրոնների։ Մասնավորեցրեք ինչի նշանակում բոլոր։ Մարզերում գործող բոլոր բժշկական կենտրոնների մասին։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող բժշկական կենտրոնները ունեն կնքված պայմանագրեր, որի շրջանակներում էլ
իրականացում են սպասել։ Մի հարց Նախարար Բաքվից վերադարձած մեր գերիների թեման շարունակելով, քանի որ իրենց գերության ընթացքում բազմաթիվ է եղել տեղեկատվությունը իրենց առողջական վիճակի վատ հարացման վերաբերյալ, Վիգենի վերաբերյալ, Վագիվ Խաչատրյանի վերաբերյալ, հիմա տպավորություն է, որ կարծես թե Բաքվին մենք փորձում ենք քաղաքակիրթ ներկայացնել, այնտեղ ամեն ինչ լավ է եղել, իրենց առողջական վիճակի հետ կապված ամեն ինչ կարգին, որտեղ մարդիկ հացադուլի մեջ են եղել, օրերով անգամ չի կարողացել խոսել, հիմա տեղափոխվել են Հայաստան, այո, խոշտանգումներ են եղել։ Հարգելի գործընկերներ, դուք ինձ հարց եք ուղղում առողջական վիճակի մասին։ Ես դες օբյեկտիվ ներկայացնում եմ իրավիճակը, ներկայացնում եմ նաև հաջորդիվ մեր ձեռնարկվելիք քայլերը։ Թե դուք ինչ եք դրանից ենթադրում, չեմ կարող ասել։ Ես թույլ տվեք վերջացնեմ։ Ուրեմն մեր քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնությունը կամ նրանց վերաբերյալ բժշկական տեղեկատվություն մենք չենք պատրաստվում, ուրեմն այսպես հաղորդել համայն աշխարհին։ Եթե ուրեմն հաջորդիվ ունենաք հարցեր, կխնդրեմ մեր ժամանակ տակ այդ մարդիկ կարիք ունեն դեռ մի պահ հասկանալու, ընկալելու, որ Հայաստանում են ամեն ինչ լավ է եւ եթե կլինեն նրանց կողմից ցանկություն պատմելու իրենց առողջական վիճակի մասին, նրանք Տիկին կներկայացնեն։ նախարար դուք եք 9 միլիոն պարգևավճար ստացել։ Կառավարությունը արդեն այդ մասով պարզաբանումներ ներկայացրել է, ես էլ հայտարարագրող անձ եմ, հայտարարագիրս ներկայացնեմ Որքանով ազնիվ այս աղքատության Ես պայմաններում։ զարմանում եմ, որ դուք այս հարցը տալիս եք։ Դուք կառավարության որոշումների ընդունման ժամանակ չէիք արձանագրել, որ պետական համակարգի աշխատանքի վարձատրության հետ կապված նոր ուրեմն որոշում է կայացվել եւ սա վերաբերում է ամբողջ պետական համակարգին։ Դրան նախորդել էր վարչապետի հանդիպումը պետական համակարգի մեր մարմինների աշխատակիցների հետ եւ մենք խնդիր ունենք մեր պետական համակարգում ներգրավելու մասնագետների եւ պահելու այն ռեսուրսը, ինչը որ մեզ օգնելու է մեր պետության զարգացման համար։ Նշվել է, որ 2017 թվականից առ այսօր Հայաստանի Հանրապետության բյուջեի նման աճը ենթադրում է կրկնակի, եռակի, քառակի աշխատանք, ինչին մենք պետք է անդրադառնանք։ Դուք բոլորդ ներողություն, հարց եք տվել պատասխանը։ Դուք բոլորդ ուզում եք, որ պետական համակարգը լավ աշխատի, այնտեղ լինեն արհեստավարժ մասնագետներ եւ նորից եմ կրկնում, այս վարձատրության նոր մեխանիզմը ընդունված է բաց թափանցիկ կառավարության որոշմամբ։ Հստակ սկզբունքների հիման վրա արդյունքը հեն բոլոր պետական մարմինները ունեցել են հաշվետվողական առանձին ձևաչափ իրենց կատարած աշխատանքի առաջնահերթություններին հասնելու եւ այո պետական համակարգը ստացել է համապատասխան փոխհատուցում։ Արդար լինելու մասով ենք ասում։ Ուրեմն իսկ արդար է որ պետական համակարգը ձեր յուրաքանչյուր 4-րդ, չգիտեմ ինչ ցուցանիշ եք նշում, վիճակագրությունն է պաշտոնական։ Հենց աղքատության վերացման մասով պետական համակարգի աշխատանքն է եղել, որ այդ աղքատության ցուցանիշը իջել է եւ մեր տնտեսվարողների, որոնք որ մեր Հայաստանի զարգացման հենասյունն են, նրանց տնտեսական աճի պոտենցիալը ամբողջությամբ ապահովելու մեջ հենց պետական Ուղղակի ավելի ցածր օղակների աշխատակիցները համաչափ, ինչպես օրինակ դուք չնշեցիք իհարկե կոնկրետ թիվը, մարդիկ եղել են 6 միլիոն, 7 միլիոն, 8 միլիոն են պարգևատրել, օրինակ Հայփոստը, որը նաև էլի պետական մարմնին է պատկանում, Հայփոստի աշխատակիցները դժգոհում են, որ իրենք ընդհանրապես պարգևավճար չեն ստացել։ Հիմա արդարության սկզբունքով եթե առաջնորդվենք, վերին օղակում գտնվողները, ովքեր ստանում են բավականին բարձր աշխատավարձ, որ փոխհատուցման եւ վարձատրության այս մեխանիզմը կարող եք բացել, կարդալ ինչ սկզբունքներով է։ Ախր դա այլ հարց է, տիկին նախարար։ Չէ, արդար է, որ ձեր 6-7 միլիոնը ձեր օրինակ ենթակայությամբ գործող բժիշկներից շատերի օրինակ 2 տարվա աշխատավարձն է, 2 տարվա։ Իմ ենթակայությամբ աշխատող բժիշկներ ունենք, որոնք ստանում են այս պարգևավճարի կրկնակին 1 ամսվա ընթացքում։ Հիմա դա արդար է։ Բարդ վիրաբույժներ են, այո, արդար, եթե բարդ վիրաբույժ են օրինակ հասկացանք, բայց նույն պոլիկլինիկական օղակի աշխատողներ 152,000 են ստանում։ Պոլիկլինիկական օղակի աշխատակիցների աշխատավարձերն է վերջին տարիներին բոնուսների համակարգով էականորեն աճել է եւ աճելու է հաջորդիվ։ Բայց ոչ 5-6 միլիոն։ Մի հատ հարց է, փոխհատուցման
լիմիտ եւ չափ կա մեկ հանդատի սկզբունքով ապահովագրության շրջանակում, այսինքն կամ հիվանդությունների կամ ընդհանուր առմամբ տարվա կտրվածքի չափաքանակները վերաբերում են ծառայությունների քանակներին, փոխհատուցման առավել գներին եւ այո, որոշ ծառայություններ կան տարեկան լիմիտներ։ Մենք 6-6 հեռախոսահամարով զանգահարում ենք, չափականակ չեն ասում։ Որովհետեւ դրանք շատ տարբեր ծառայությունների տարբեր չափերի հիմնադրամի չեն կարող կոնտակտներից այսպես կարճ պատասխան տալ։ Տեսեք, ստենտավորման չափականակ ուրիշ է, դեղորայքինը ուրիշ է, ընդհանուր չի, որ կա պատասխան։